Հրավատարաթերթ, պարոն Անանյան, դուք երևի լսել եք վերջերս իշխանությունները այսպիսի մի հայտարարություն արեցին, որ Հայաստանում ընդհանրապես կանխիկ դրամը փորձեն վերացնել, հա, ես կուզեմ դուք անդրադառնաք այս հարցին, ընդհանրապես ես ինչքան գիտեմ, անգամ ամենազարգացած երկրներում կա կանխիկ դրամ, որոշ չափի շրջանառվող, սրա նպատակը որը կարող է լինել, հա, եթե այդպիսի քայլի գնան, չգիտեմ հետագայում ինչ կլինի ընտրությունները, եթե նորից իրենք վերընտրվեն կամ մի խոսքով այս ծրագրի նպատակը որը կարող է լինել եւ ընդհանրապես դուք որպես մասնագետ ինչ կասեք սրա վերաբերյալ, կա անհրաժեշտություն ընդհանրապես կանխիկը վերացնելու։ Դրա նպատակը էլեմենտար պոպուլիզմն է, այլ նպատակ ինքը չունի։ Տեսեք, ինչքան լավ կլներ, չէ՞, մենք էլ ասենք մենք անցնում ենք թվային դրամի եւ աստիճանաբար վերացնելու ենք թղթային դրամը։ Ոչ, նպատակ այդպես չունենք, որովհետեւ ամեն ինչ որ անում ես պետքա բնական բան ունենա։ Ճանապարհը պետքա բնական լինի։ Իսկ մենք պատկերացնում ենք մեր հարազատներն ու տատիկ-պապիկները, օրինակ, գյուղում ոնց են առանց թղթադրամի առևտուր անելու։ Այսինքն կան ժամանակաշրջաններ, որոնք որ պետքա հաղթահարվեն։ Չեմ բացառում, որ կգան այդպիսի ժամանակաշրջաններ, բայց տեսանելի ապագան այդ չի ասում։ Այո, դու պետքա դիվերսիֆիկացնես, հնարավորություն տաս։ Երբ որ մենք ասում ենք թվային դրամ, ինքը նաև ենթադրում է, որ ազգաբնակչությունը կամավորության 3 մակարդակ է լինելու։ Փոքր, սահմանափակ որոշակի միջին եւ բարձր։ Այդ ինչ է նշանակում, որ իրենք ունենալու են իրենց դրամապանակները եւ իրենք եւս մտնելու են թվային դրամով գործակներ անելու հետ։ Նշանակում է, որ իրենց դրամապանակները օֆլայն ռեժիմով ունենալու են վճարային բան հանդիսանալու այդպիսի հնարավորություն։ Բայց մենք չենք ասում, որ օրինակ պետքա վերացնել թղթային դրամը։ Ոչ, մենք ասում ենք երրորդը, որ ներմուծում ենք, ինքը այլընտրանքը։ Աշխարհը գնում է ինչ-որ մի ճանապարհով։ Երբ որ կգնանք ինչ-որ մի հանգրվանի կհասնենք, միգուցե խոսանք այդ թղթային դրամի վերացման մասին։ Ձեր հարցի պատասխանը միանշանակ է։ Դա նախընտրական պոպուլիզմ է, ուրիշ ոչ մի բան, այլ նպատակ չունի։